Ինչը կհաղթեր կյանքում հերոսին, գոր, թե չլինեն կինն ու Միանշանակ հայկական գինին, Իջևանի գինու և կոնյակի գործարանի գինին, գրեթե մեկ դարյա ավանդույթ, հրաշք բնության պտուղները ու նոր մոտեցումները ուղղակի անհաղթելի են։ Եթե կինն ապնդում, ուրեմն մի բան գիտի, ուշադրություն դեպի էկրան։ Ավանդույթ, որակ և ինքնություն, երեք հենք, որոնց վրա կանգնած է արդեն 75 տարվա պատմություն ունեցող Իջևանի գինու կոնյակի գործարանը։ 1951 թվականին գործարանը սկսեց ուղի բազմաթիվ մարտահրավերներով, բայց կերտեց արժանապատիվ ու զարգացման ներուժ ունեցող պատմություն։ Տարիների ընթացքում այն վերաճեց ոչ միայն տեղական նշանակության գործարանի, այլև տարածաշրջանում ու միջազգային շուկաներում Հայաստանի վստահելի ու ճանաչելի խորհրդանիշի։ Գործարանը նոր շունչ ստացավ շուրջ 20 տարի առաջ, երբ գնվեց գործարար Էմին Եղիազարյանի կողմից, պահպանելով հայկական գինեգործության դարավոր ժառանգությունը և վերածելով այն յուրատեսակ կնիքի, որդեգրեց ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և ավանդույթի պահպանման ներդաշնակ սկզբունքը։ Այս վերափոխումների շնորհիվ գործարանն այսօր արտադրում է բացառապես բարձրորակ հումքով պատրաստված գինիների, կոնյակների, մրգօղիների, պահածոների, բնական հյութերի և ջրերի լայն տեսականի։ Վերապատրաստված մասնագետների փորձառությունը, նորագույն սարքավորումներն ու բարձրորակ հումքը ապահովում են անզուգական բույր, համ և կայուն բարձր որակ։ Իջևանի գինու կոնյակի գործարանն այսօր ոչ միայն արտադրական կենտրոն է, այլև Տավուշի զբոսաշրջային կարևոր ուղղություններից մեկը։ Տարեկան այստեղ են այցելում տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ, բացահայտելու հայկական գինեգործության և կոնյակագործության մշակույթը, վայելելու շրջանի բնությունը և տեսնելու, թե ինչպես են ավանդույթներն ու նորարարությունը միահյուսվում մեկ ընդարձակ արտադրական համալիրում։ Իջևանի գինու կոնյակի գործարան։ Գինեգործությունը որպես արվեստ, կոնյակը արվեստից ծնված վայելք։ Հայկական գինու խորհրդանիշ անվանակարգում The Leader 2025 մրցանակը շնորհվում է Իջևանի գինու կոնյակի գործարանին։ Մրցանակը ստանալու համար բեմ ենք հրավիրում Իջևանի գինու և կոնյակի գործարանի տնօրեն Մարտին Մարտիրոսյանին։ Իսկ մրցանակը կհանձնի Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու դոցենտ Զարուհի Մուրադյանը։ Երեկո սիրելի հյուրեր, ինձ համար մեծ պատիվ է և մեծ ուրախությամբ ուզում եմ հանձնել այս մրցանակը, շնորհավորում եմ և ցանկանում եմ նրան նոր հաջողություններ։ Բարի երեկո, շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին, շնորհակալություն եմ հայտնում մեր աշխատակիցներին, առանց որոնց այս մրցանակը չէր լինի, ինչպես նաև շնորհակալություն մեր սպառողին նման բարձր գնահատականի համար, շնորհակալություն։